Ազատության զրուցակիցն է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, բարև ձեզ պարոն Կարապետյան։ Բարև ձեզ Տիկին։ Սա մեր առաջին զրույցն է ձեզ հետ, նաև որպես վարչապետի տեխնազոյի կարգավիճակում ես ճիշտ եմ հասկանում, որ գոնե այս փուլում հենց դուք եք լինելու վարչապետի տեխնազոն, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի տեխնազո, ոչ վարչապետի տեխնազո, հետևաբար նաև ընդգրկվել ձեր նախընտրական ցուցակում, խնդրեմ։ Ոչ, Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնազոն Սամվել Կարապետյանն է, մենք առաջարկել ենք մեր հանրությանը առաջարկ, որ Սահմանադրության անկետը 148 հոդվածի ազգային ժողովի փոփոխության հետևանքով մեր վարչապետի տեխնացուն լինելու է Սամվել Կարապետյանը։ Մինչ այդ լինելու է միջանկյալ համակարգող, ով որ համակարգելու է process-ը։ Դա դուք եք լինելու։ Դա լինելու է падգամավորական ցուցակի առաջի համարը, այո, բայց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին մենք հայտարարում ենք բաց մինչև ընտրական process-ները, որպեսզի մեր հանրությունը գնահատի, հասկանա եւ իմանա թե ոչ ճանապարհով ենք տանելու, որպեսզի այն սխալը ինչ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է, այսինքն մինչև ընտրությունները որոշ մանրամասներ չի հայտնում, հետո ընտրությունից հետո մենք առերեսվում ենք դառը ճշմարտության հետ կամ քաղցր, ավելի հաճախ դառը։ Շատ բարի, պարոն Կարապետյան, ամեն դեպքում թեև հայտարարում եք, որ Սամվել Կարապետյանն է, բայց ձեր նպատակն է, որ վերցնել մեծամասնություն, հետո փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը, ճիշտ է։ Բայց մինչև դրան հասնել, այսինքն եթե իհարկե ձեզ հաջողվում է մեծամասնություն կազմել, Սահմանադրության համաձայն նախագահը անհապաղ նշանակում է վարչապետ։ Վստահ եմ տեղյակ եք սահմանադրական այդ դրույթին։ Դա նշանակում է, որ դուք պետք է նշանակվեք վարչապետ, ճիշտ է։ Լինելու է միջանկյալ համակարգող, ով որ իրականացնելու է անխոստումը, որը մենք տալիս ենք մեր միջանկյալ համակարգող սահմանադրությունը այդպիսի դրույթ թույլ չի տալիս, այսինքն մենք դե յուրե պետք է ասենք, որ դուք լինելու եք վարչապետը, մինչև որ այդ առաջին փուլը, առաջին նստաշրջանը։ Դա սխալ պնդում կլինի, որովհետև մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը, մեր հասարակությանը այս իրավիճակից հանողը, աղքատությունը հաղթահարողը Սամվել Կարապետյանն է։ Մենք չենք կարող այլ վարչապետի տեխնացու ունենալ, քան Սամվել Կարապետյան եւ մեր հասարակության նշանակալի հատվածն էլ դրա կողմնակիցն է։ Բայց չի կարող լինել, ճիշտ է, այսինքն գոնե առաջնային փուլում չի կարող լինել ճանապարհային քարտեզը առաջարկեցինք, որը բոլոր սահմանադրագետները հաստատեցին դրա սահմանադրականությունը։ Ինչն է խանգարում բաց ասել, որ այո, ես եմ լինելու առաջնային փուլում վարչապետը, հատկապես եթե գնալու ենք ըստ սահմանադրության, պետք է եւ եթե դուք այդ մեծամասնությունը ստանում եք, նախագահ անհապաղ ձեզ պետք է նշանակի վարչապետ։ Տիկին Ստեփանյան, որովհետեւ վարչապետը մեր ուժի լինելու է Սամվել Կարապետյանը։ Դա երբ է լինելու։ Դա լինելու է այն փոփոխությունից հետո։ Որովհետև առաջին նստաշրջանի ժամանակ դուք որևէ օրինագիծ ներկայացնելու իրավունք չունեք սահմանադրության տեղյակ եք այդ մասին, միայն կարող եք կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ առաջին նստաշրջանից հետո 20 օրյա ժամկետում մենք իրականացնելու ենք այդ փոփոխությունը։ Նայք, քանի որ դուք խոսում եք ասել, որ գոնե առաջնային փուլում հենց դուք եք լինելու։ Մեր համար շատ մեծ պատասխանատվություն է ճշմարտություն ասել մեր հասարակությանը, իսկ ճշմարտությունը։ Դա չի ճշմարտությունը, որ գոնե 1 ամիս կամ 2 ամիս դուք եք լինելու վարչապետը, պարոն Կարապետյան։ Նրանում է, որ Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի տեխնացուն, մեր ապագա երկրի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Լինելու է ժամանակավոր համակարգող, ով որ իրականացնելու է այդ Չունենք ժամանակավոր համակարգող սահմանադրության մեջ այդպիսի դրույթ կարող եք ցույց տալ։ Մենք գնահատում ենք այդ մարդու դերը որպես ժամանակավոր համակարգող։ Տեսեք, տարբերությունը ես ներկայացնեմ ձեզ, Տիկին Ստեփանյան։ Ի տարբերություն այսօրվա իշխանության, ով ուզում է մեր ամբողջ սահմանադրությունը փոխել Ալիևի եւ իր ընկերների առաջարկով եւ պահանջով, մենք դրանից խուսափելու համար ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։ Պարոն Կարապետյան, նայեք, նաև այս հանգամանքը հաշվի առնելով է, որ իշխանությունը ձեզ մեղադրում է, որ քաջ գիտակցելով, որ այս փուլում Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, դուք նրան հայտարարում եք որպես վարչապետի տեխնացու, դրանով մոլորության մեջ եք գցում ժողովրդին։ Մի հարցամ, եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչու է Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ պահում Սամվել Կարապետյանին։
Եթե նա Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, այդ իսկ պատճառով է նրան կալանքի տակ պահում։ Եթե չի կարող լինել, ինչու է կալանքի տակ պահում։ Ասում են մի մոլորեցրեք ժողովրդին, ասեք, որ նա չի կարող լինել եւ նրա անունը այսպես տալով փորձում եք քվեներ։ Այդ հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը, կալանքի տակ պահելով Սամվել Կարապետյանին։ Շատ բարի։ Պարոն Կարապետյան, ըստ ձեր պլանի, եթե ձեզ հաջողվում է մեծամասնություն կազմել, դուք հրաժարական եք տալիս վարչապետի պաշտոնից, ճիշտ եմ հասկանում, կամ ինչպես դուք եք ձևակերպում այդ ժամանակավոր համակարգողի պաշտոնից, որը վարչապետն է։ Դուք հրաժարական եք տալիս եւ խորհրդարանը նորից ընտրում է նոր վարչապետ, այդ դեպքում երբ ժամանակավոր համակարգողը ավարտում է իր գործունեությունը եւ ընտրվում է ժողովրդի կողմից ընտրված, այո, ժողովրդի կողմից ընտրված վարչապետը։ Ժողովրդի կողմից ընտրված։ Այո, ինչ տեսեք, գրված է Ուժեղ Հայաստան, կուսակցություն Սամվել Կարապետյանի հետ։ Դա մի բան հուշում է մեզ, չէ՞։ Կարծում եք ժողովուրդը այնքան շատ է ուզում, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, որ պատրաստ է ձեզ մեծամասնություն կազմելու հնարավորություն տալ։ Դա արդեն մեր հայրենակիցները պետք է որոշեն։ Մենք առաջարկում ենք ու ամենասկզբից առաջարկել ենք մեր ծրագիրը, մեր ու նաև տնտեսական ծրագրերը, որը Սամվել Կարապետյանը բերում է տնտեսական փոփոխությունների ծրագիր։ Մենք մարդը բերած փոփոխություններին է ժողովուրդը աջակցում կամ չի աջակցում։ Աջակցությունը մենք տեսնում ենք, որ ստանալու ենք, քանի որ երկրում կա շատ մեծ աղքատություն։ Աջակցությունը մենք տեսնում ենք, որ ստանալու ենք, քանի որ երկրում փոքր ձեռնարկությունների ճնշման տակ են, քանի որ գյուղատնտեսությունը այս իշխանության կառավարման ընթացքում ցավոք անկում է ապրել։ Մենք 18 թվականի մակարդակից ավելի ցածր գյուղատնտեսություն ունենք այսօր 10% մինչև։ Մարդիկ, նոր ղեկավարները դրանք հասարակության համար միջոց են, որպեսզի կարողանան լուծեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Պարոն Կարապետյան, ինչու այսպիսի սցենար ընտրվեց, որ Սամվել Կարապետյանը վարչապետի տեխնացու է, դուք ժամանակավոր համակարգող եք, սա նրա ցանկությունն էր, հենց Սամվել Կարապետյանի ցանկությունն էր, թե թիմը պարզապես նրան համոզել է։ Տիկին Ստեփանյան, ասեմ, որ գիտեք, որ մենք ու Սամվել Կարապետյանը միշտ հանդես եկել այն տեսլականով, որ ձեռնարկատերերը պետք է զբաղվեն երկրի տնտեսության զարգացմամբ։ Բայց ժամանակի ընթացքում մենք առերեսվեցինք այնպիսի խնդիրների հետ, որ տասնամյակներ մեր երկրի խնդիրները, իրական խնդիրները չեն լուծվում։ Տասնամյակներ, մենք վերջի 8 տարվա ընթացքում բոլոր տեսակի խնդիրներին առերեսվեցինք ու չունեցանք որևէ որակական լուծում։ Երբ տարածաշրջանի երկրները մեծ քայլերով առաջ են գնում, մեր երկիրը մնում է հետընթացի մեջ, ուղղակի պետական պարտքի հաշվին պահում է իր տնտեսությունը։ Մեր առաջարկը նոր մոդելի պետության ձևավորումն է, ավելի ակտիվ, աշխարհի համար տնտեսապես ավելի բաց եւ ավելի տնտեսական զարգացմանը միտված։ Մեր երկիրը չի ունեցել երբեք տնտեսական առաջնահերթություն ունեցող մեր գնահատմամբ ղեկավարներ, որոնք կհանեն երկիրը աղքատությունից 21-րդ դարում լինել աշխարհի 113-րդ տնտեսությունը, ունենալ ամեն 4-րդ մարդը լինի երկրում աղքատ, ամեն 3-րդ մարդը շոր առնելու խնդիր ունենա, դա ուղղակի ամոթ է մեր ազգի համար, այն ազգի համար, որը աշխարհում համարյա բոլոր ոլորտներում ունի առաջատար ներկայացուցիչ։ Դա իր ցանկությունն էր, որ ես պետք է լինեմ վարչապետի տեխնացու, դա Սամվել Կարապետյանի ցանկությունն էր։ Դրան է գալիս, որ ներկայացնի։ Եթե մենք ունենք խնդիրներ, որի լուծումները մեր կառավարությունները չեն տվել, այդ խնդիրները լուծելու համար Հայաստանում տրամաբանորեն պետք է Հայաստանը կառավարի տնտեսական գործիչ, որը ունի հայկական ամենամեծ կազմակերպությունը կառավարելու փորձ, որը Սամվել Կարապետյանն է։ Դա եւ մեր առաջարկն է եւ մեր հասարակության նշանակալի մասի առաջարկն է, որին Սամվել Կարապետյանը գնաց այդ քայլին։ Մենք հասկանում ենք, որ նա ունի այլ ընտրանքներ, նա կարող էր իր կյանքը ապրել այնպես, որ չմտածեր որևէ այլ բանի մասին, բայց մեր երկիրը ունի առաջնահերթություններ եւ այդ առաջնահերթությունների համար նա գնացել է այս քայլին։ Սամվել Կարապետյանից բացի վարչապետի այլ տեխնացուի հարց քննարկվել է ձեզ մոտ թե ոչ։ Կարծում եմ այն խնդիրները, որ ծառացած են մեր երկրի առջև, կարող է լուծել այս պատմության այս ժամանակահատվածում նա։ Նկատեմ միջև որ կհայտարարեք, այդ ընթացքում քննարկումներ չեն եղել այլ տեխնացուների շուրջ։ Տեսել ենք, համարյա միաձայն մենք հասկացել ենք, որ մենք պետք է հանդես գա ուժի ղեկավարը, որպես երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանող դերակատար։
Որտեւ մինչեւ ձեր հայտարարությունը, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետի տեխնացուն, խոսակցություններ կային, որ հնարավոր է դուք այդ պաշտոնը առաջարկեք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որի հետ նաև գիտենք ձեր ընտանիքը բավական մտերիմ հարաբերությունների մեջ է, եղել է նման քննարկում, նման սցենար տարբերակ եղել է, որ Կարեն Կարապետյանին այդ պաշտոն առաջարկվի։ Տեսեք, այն մարտահրավերները, որին մենք առերեսվում ենք, անվտանգային մարտահրավերը, բանակցային մարտահրավեր, այսինքն որ մեր երկրի ղեկավարությունը պետք է ունենա հայանպաստ գործարքի հասնելու հնարավորություն։ Տնտեսական մարտահրավերներ։ Մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում հենց Սամվել Կարապետյանի փորձն է, որ առաջնային է եւ մեր աջակիցների եւ հասարակության նշանակալի մասի դրական վերաբերմունքը ցույց տվեց, որ մենք իրավացի ենք։ Այսինքն չի եղել Կարեն Կարապետյանի կապած քննարկում չի եղել։ Քննարկումներ Հայաստանում երկրի պատասխանատվությունը, տնտեսական, անվտանգային պատասխանատվությունը վերցնելու հետ կապված միշտ եղել է մշտապես, եղել է, քանի որ ինչ որ ժամանակ հետո բոլորը արդեն Հայաստանում հասկացել են, որ այս կառավարության ղեկավարը չի համապատասխանում այն պատասխանատվության քաշին, որը նա պետք է տանի, չի ձգում, այսպես ասած։ Եվ տարբեր սցենարներ դիտարկվել է, բայց նաև Կարեն Կարապետյանի տարբեր սցենարներ դիտարկվել է, բայց սցենարներից հիմնականը ամենաստացված, ամենամեծ հայկական տնտեսական միավորի ղեկավարին տալ այդ հնարավորությունը, որ նա կարողանա երկիրը հանի այս բարդ վիճակից։ Սամվել Կարապետյանն էլ բայց չունի ճիշտ է բանակցային այդպես փորձ, ռազմական ոլորտում այդպիսի փորձ։ Շատ կարևոր բան։ Աշխարհում գալիս է մի ժամանակաշրջան, երբ գործարքի գնալու, բանակցային գործարքների գնալու պոտենցիալը շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ շատ երկրներում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկրի ղեկավարը լավ գործարքի գնացող տնտեսական գործիչ է։ Չի կարող մարդ հաջողության հասնել, եթե նա չի կարողանում շահավետ գործարքներ կնքել իր կառույցների համար։ Սամվել Կարապետյանը ամենահաջողված գործարքներ կնքողն է։ Կարեն Կարապետյանի մասով մի հարցել ու անցնենք մյուս հարցերին։ Եղել է առաջարկ եւ նա մերժել է։ Չէ, այդպեսի բան չէ։ Առաջարկին չեք հասել, ուղղակի քննարկել եք։ Քննարկումներ եղել են Հայաստանում, մենք միշտ բաց ենք եղել այսքան ժամանակ Հայաստանում այս պատասխանատվության բեռը ով կարող է տանել, բայց մենք տեսել ենք, որ պետք է մարդ, ով չունի ֆինանսական որևէ սահմանափակումներ, այսինքն չունի ֆինանսական հետաքրքրություն, ունի կառավարչական մեծ փորձ եւ նա մեծ հայրենասիրության զգացողություն ունի եւ պատրաստ է իր ամբողջ ներուժը դնել Հայաստանի այս ճգնաժամային իրավիճակից դուրս անելու։ Եվ նախկինների հետ կապ չունի Կարեն Կարապետյանին նաև այդ հանգամանքն է ձեզ զերծ պահել, այո, դրա տեխնացիոնից։ Ուղղակի Սամվել Կարապետյանի այն պոտենցիալը, այն փոփոխությունը, որ կարող է բերել Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, որ նրա գործարքային ձիրքից կօգտվի, կշահի, կվաստակի Հայաստանի ամեն քաղաքացի։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, ձեր կուսակցության շնորհանդեսին դուք ասացիք, որ ուզում եք փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը եւ մեջբերեմ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այս ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա ինչ է նշանակում, Սամվել Կարապետյանը հրաժարվում է Ռուսաստանի, այդ թվում Կիպրոսի քաղաքացիությունից։ Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը այո ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այդ ժամանակ։ Սկսվել է process-ը քաղաքացիությունից։ Նա գտնում է կալանքի տակ, հայտնի գործիչը վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը եւ իմանալով այդ մասին, նրանք պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք եւ հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն, եթե կալանքից ազատ արձակվի, առաջին գործը Սամվել Կարապետյանի հենց դա է լինելու, նախաձեռնել քաղաքացիությունից, նաեւ Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացի է միաժամանակ, ճիշտ է։ Իսկ սպասելու է Սամվել Կարապետյանը, եթե իհարկե կալանքից ազատվի, այսինքն ինքը սպասելու է տեսնի իսկապես մեծամասնություն ստանում է իր առաջնորդած ուժը, այսինքն ունի հնարավորություն իսկապես վարչապետ դառնալու, այդ ժամանակ է իրապես հրաժարվելու Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից, թե անկախ ընտրությունների արդյունքներից նա այդ որոշումը իր համար կայացրել է։ Միայն Հայաստանի քաղաքացիություն ունենալը դա Սամվել Կարապետյանի որոշումն է, որը նա
այն ժամանակ, երբ որ process-ները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Այսինքն ուզում եմ հասկանալ, դուք կապում եք նրա քաղաքացիությունից հրաժարվելը process-ները միշտ ընտրական արդյունքների ավելի շուտ պետք է սկսել, այնտեղ կա տեխնիկական խնդիրներ, տեխնիկական process-ներ, երկրների մեջ բյուրոկրատական հարցեր, որը պետք է Այսինքն չեք սպասելու սկզբից ձայները, հետո քաղաքացիությունը, process-ը պետք է շուտ սկսել, որպեսզի հասնել նշանակետին ճիշտ ժամանակին։ Ճիշտ ժամանակը երբ է։ Ճիշտ ժամանակը, երբ որ մեր հանրությանը, երբ որ մենք նշեցինք, երբ որ մեր հանրությանը մենք կներկայացնենք արդեն Սամվել Կարապետյանին որպես մեր երկրի վարչապետ, ազգային ժողովը կընտրի։ Եթե չեք ստանում մեծամասնություն, չի հրաժարվում Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մենք գնում ենք նրան, որ տեսնում ենք, որ այլընտրանք որպես այդպեսին մեր հասարակության զարգացման համար չկա եւ մենք գնում ենք նրան, որպեսզի ստանանք հասարակության մեծամասնության աջակցությունը։ Ավելի հստակ ձևակերպեմ, պարոն Կարապետյան, այսինքն դուք որոշակի կապ տեսնում եք քաղաքացիությունից հրաժարվելու եւ ընտրական արդյունքների միջև։ Ընտրական արդյունքների միջև կապը կա այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ։ Շատ լավ։ Եվ դուք ի՞նչն եք ուզում փոխել 148-րդ հոդվածում, այսինքն որ լինի Հայաստանի քաղաքացի, բայց այդ 4 տարվա սահմանափակումը դուրս գա, դա է։ Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ միակ փոփոխությունը, որ արվում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները իրավունք ունենան կառավարությունում ունենան միայն Հայաստանի, այսինքն միայնը պետք է մնա։ Միայն Հայաստանի քաղաքացիները իրավունք ունենան հավասար սահմանադրությամբ ապահովված հավասար հնարավորություն ունենան ընտրվել։ Անկախ նրանից նրանք ապրել են Հայաստանում, թե ոչ։ 4 տարի, 3.5 տարի մենք գիտենք, որ հայ բազմաթիվ գործիչներ կան, սա ուղղակի մեր ազգի 70%-ին Հայաստանը շինության գործից կտրելու մի տեխնիկական սահմանափակում է։ Բայց եթե Սամվել Կարապետյանը վերջին 4 տարում չի եղել միայն Հայաստանի քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես չի բնակվել, հաջորդ պահանջն է, որ պետք է նա բավարարի այդ պահանջին, որպեսզի լինի վարչապետի տեխնացու։ Եթե վերջին 4 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, նա ինչպես կարող է հասկանալ այն խնդիրները, որոնց ես որպես քաղաքացի ամեն օր բախվում եմ, եթե դու չես ապրել Հայաստանում մշտապես։ Կա ազգային սպეციფիկա։ Մեր ազգը, ցավոք, մեր պատմության ընթացքում սփռվել է ամբողջ աշխարհում եւ մեր ազգի 70%-ը գտնվում է Հայաստանից դուրս։ Մենք չենք կարող իրենց հեռու պահել Հայաստանի կառուցման գործից։ Այդ մարդիկ։ Բայց եթե դու չես ապրել, դու տեղյակ չես խնդիրներին, դու փողոց դուրս չես գալիս, չես բախվում այն խնդրին, որին ես եմ բախվում։ Տաշիր բարեգործական հիմնադրամը հարյուրավոր, հազարավոր մարդկանց աջակցում է հարյուրավոր խնդիրներով։ Եվ այն խնդիրներ, որ մեր հասարակությունը ունի, ամենաշատը մենք ենք առերեսվում այդ խնդիրներին մեծ թվերով։ Ինչ խնդիրներ ունեն, նույն առողջապահության գծով, նույն կրթության գծով, նույն ծայրահեղ աղքատության գծով։ Եթե կան սոցիալական ծրագրեր, որի միջոցով ղեկավարը կարողանում է հասկանալ երկրում տիրող իրավիճակը, բացի դրանից տնտեսական գործիչների համար շատ հեշտ է պատկերացնել երկրում տիրող իրավիճակը, քանի որ Հայաստանում ամենամեծ ներդրողն է, Հայաստանի ամենամեծ ընկերության ղեկավարն է եւ սեփականատերը, նա կարող է եւ հասկանում է Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերները։ Այդ մշտական բնակության ցենզնել եք դուք ուզում հանել։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի միակ փոփոխությունը, որ արվելու է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա ընտրվել Հայաստանի Հանրապետության կառավարության։ Անկախ ապրել է Հայաստանում, չի ապրել, որքան է ապրել, 10 օր, 5 օր։ Ապրելը 10 օր, 5 օր, 15 տարի մարդ կարող է 5 տարի ապրել Հայաստանում վերջի, 4 տարին ապրել Հայաստանում, բայց դրանից առաջ 3 տարի կրթություն ստանա օրինակ Թուրքիայում։ Դրանից հետո, եթե այդ մարդուն թույլ է տրվում Հայաստանում զբաղեցնել բարձր պաշտոն, չեմ կարծում, որ հայրենիքին նվիրված մարդուն, ով Ադրբեջանի կողմից հայտարարվել է որպես իր երկրի հակառակորդ, Ադրբեջանի կողմից գտնվում է հետախուզման մեջ, իր քայլերի համար, իր հայրենիքի համար, 44 օրյա պատերազմում իր Հայաստանին աջակցման համար, այդ մարդը իրավասություն չունի։ Հայրենասիրության չափը որոշվում է դրանով։ Մեր երկրի գլխավոր հակառակորդը Սամվել Կարապետյանին հայտարարել է հետախուզում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամին հայտարարել է հետախուզում։ Իսկ ինչից է որ հայտարարել է հետախուզում։ Արդյոք նրանից չէ որ Սամվել Կարապետյանը իր հայրենիքին օգնել է։ Իսկ եթե լինելով մեծ ներդրող երկրում, նաև լինելով գործիչ տնտեսական տարածաշրջանային, նա դա արել է Հայաստանի համար,
նա գնացել է այդ քայլին իր հայրենիքի համար, դա ռիսկ է, մենք հասկանում ենք, որ դա ռիսկ է, բայց նա գնացել է այդ քայլերին Հայաստանի համար։ Պարոն Կարապետյան, որքանով է ընդունելի մեկ մարդու համար, տվյալ դեպքում դուք դա անում եք Սամվել Կարապետյանի համար, փոխել սահմանադրության հոդվածը։ Ստացվում է, որ Տիկին Ստեփանյան, մեկ մարդու համար, Իլհամ Ալիևի համար մեր երկրի ղեկավարը փոխում է ոչ թե սահմանադրության հոդվածը, փոխում է ամբողջ սահմանադրությունը, անգամ չի փոխում սահմանադրությունը, նոր սահմանադրություն է բերում։ Դա Փաշինյանի խնդիրն է։ Ես այստեղ Սամվել Կարապետյանի Փաշինյանի խնդիրը չէ, դա մեր բոլորի խնդիրն է։ Դա մեր հայրենիքի սահմանադրությունն է։ Բայց եթե մի բան անթույլատրելի է, մյուս անթույլատրելի բանը պետք է մենք անենք։ Անթույլատրելի այդ մարդը բերել է մարդ արաբեր Հայաստանի հասարակությանը։ Նա ասում է, ես փոխելու եմ սահմանադրությունը, բայց չի ասում, որ Իլհամ Ալիևի պահանջով ձեր բոլորի սահմանադրությունը փոխվելու է։ Եթե մենք մի տեխնիկական կետ չփոխենք սահմանադրության մեջ 148 հոդվածը, մենք չենք կարողանա խուսափել նրանից, որ Իլհամ Ալիևի պահանջով ամբողջ սահմանադրությունն է փոխում, որ դուք հասկանաք, կետեր կան սահմանադրության մեջ մեր, որ փոխելը իրավունք չկա փոխելու։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը նոր սահմանադրություն է ուզում առաջարկել։ Եթե մեր հակառակորդ երկրի ում ձեռքերին հազարավոր հայերի արյուն է, երկրի ղեկավարի պահանջով նա հանդգնում է փոխել նոր սահմանադրություն բերել, Սահմանադրության մի տեխնիկական կետը, որ մեր բոլոր հայրենակիցներին հավասար իրավունքներ է տալիս, որի մասին նա էլ է հայտարարել, որ այդ կետը իրավական առումով եւ տրամաբանական առումով ճիշտ կետ չէ։ Դեռ պետք է իհարկե հանրաքվե լինի եւ ժողովրդի իր խոսքը պետք է ասի, արդյոք պատրաստ է ընդունել նոր սահմանադրություն մեր ժողովուրդը, բայց այստեղ երբ որ մենք խոսում ենք 148-րդ հոդվածի, այսինքն փոփոխելի հոդվածի մասին, արդյոք մենք նախադեպ չենք ստեղծում, որ ամեն մեծահարուստ, ամենայն հարգանքով, ով որոշի, որ մի օր մտնում է քաղաքականություն, կարող է փոխել սահմանադրության հոդվածը։ Կա երկու այլ ընտրանք։ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով, հայերի սահմանադրություն։ Սահմանադրության մի տեխնիկական կետ, որը թույլ է տալիս, որ Սփյուռքի մեր հայրենակիցները հավասար իրավունքներ ունենան, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունք ունենա։ Այս երկու այլ ընտրանքի մեջ դուք որը կընտրեք։ Եթե մենք ունենք ընդհանրապես երկու այլ ընտրանք, կամ Հեյդարի որդու առաջարկած սահմանադրությունը, կամ հայերի կողմից սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի։ Մենք առաջարկում ենք, դա մի մարդու ցանկություն չի, դա 100 հազարավոր մարդիկ պետք է աջակցեն Սամվել Կարապետյանին, որպեսզի դա լինի։ Այդ իսկ պատճառով մենք հենց սկզբից դա ներկայացնում ենք։ Բայց ես կուզենայի մենք նաև ներկայացնենք այն խնդիրները, քննարկենք այն խնդիրները, որը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար կարևոր է։ Հնարավորություն կունենանք դեռ պարոն Կարապետյան, ձեր հարցազրույցներից մեկում պնդել եք, որ Սամվել Կարապետյանը մինչև իր հայտնի հայտարարությունը եկեղեցու մասին եւ կալանավորվել է քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չի ունեցել, այսինքն կուսակցություն ստեղծելու այս ամբողջ process-ը դուք չեք ունեցել ձեր մտքում։ Հիմա եթե չլիներ Կարապետյանի հայտնի այդ հայտարարությունը, այս ամենը չէր լինի, կուսակցությունը չէր լինի։ Ասեմ այսպես, եթե եկեղեցու դեմ արշավը չլիներ, դա արդեն կարմիր գծերի կարմիր գիծներ։ Եթե ցեղասպանության հետ կապված այն շշուկները, որ մենք արդեն լսել ենք ու լսել էինք այդ ժամանակ արդեն 1-2 ամիս չլինեին, եթե կառավարությունը չաներ այդ քայլերը, իհարկե, եթե կառավարությունը բարեր, պարոն Կարապետյան, եթե չկալանավորեին, կալանավորումը հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Հայտարարության հետևանքն է։ Սամվել Կարապետյանը ասում է հենց իր խոսքում, եթե քաղաքական գործիչներին մոտ չհաջողվի, այսինքն նա հանդես է գալիս որպես տնտեսական գործիչ։ Բայց ինքը չուներ որևէ մտադրություն, կուսակցություն ստեղծելու ընտրություններին մասնակցելու Փաշինյանի քննադատելու։ Նրա մտադրությունը կարմիր գծերը ցույց տալներ, որ այնպես չէ, որ դու կարող ես ինչ ուզես անես մեր հայրենիքում։ Շատ գործիչներ Հայաստանում ինչ որ ճնշումների արդյունքում հնարավոր է ձայն չէին հանում։ Բայց Սամվել Կարապետյանը արտահայտեց իր կարծիքը եւ արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ բազմաթիվ հայ բարերարներ Հայաստանից դուրս եղած։ Իսկ Հայաստանում եղած շատ գործարարներ, շատ գործիչներ ձայն չանեցին, որովհետեւ ունեին մտավախություն որևէ ճնշումների պետության կողմից։ Մենք էլ գիտենք, որ ճնշումներ կային, կլինեին, բայց դա երկրորդական է, առաջնայինը, որ ճնշումները դա վարձն է այն քայլի, որ դու քո խղճի առաջ ու քո ընդհանուր հայրենիքի հետաքրքրության առաջ
դու որևէ զիջում չես անում քո հայրենիքի հետաքրքրությունների, քո հայրենիքի շահերի հանդեպ զիջում չես անում։ Եթե տեսեք, Սամվել Կարապետյանը կարող էր տնտեսական իր գործունեությունը շարունակել եւ որևէ սահմանափակումների եւ երբեք չքննադատել Նիկոլ Փաշինյանին, ճիշտ է նա։ Քննադատել 20 թվականին նա կոչ արել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Եվ նշանակել է ընտրություններ 20 թվականի նոյեմբերի 10-ից հետո։ Իր կոչով է։ Դե նա եւ շատ գործիչներ կոչ են արել հրաժարական տալ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, նշանակել է ընտրություններ։ 21 թվականից հետո մենք տեսել ենք երբևէ, որ Սամվել Կարապետյանը քննադատի Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, չգիտեմ, ներքին քաղաքականությունը։ Շատ քայլեր ոչ հանրային են եղել, շատ քայլեր եղել են։ Հանրային չի եղել։ Հանրային չի եղել, հանրայինը դա ոչ հանրային քայլերի եւ մտահոգությունների չընկալելու հետևանքն է, որ հանրային արդեն մարդիկ ստիպված են լինում արտահայտվել, ցույց տալ, որ կա գիծ, չի կարելի անցնել այդ գծերը։ Հիմա հենց այդ հանգամանքը հաշվի առնելով իշխանությունն ասում է, որ կալանավորվել է քրեական գործ կա, դրա համար էլ մտել է քաղաքականություն, այսինքն եթե չկալանավորվեր, այս ամենը չէր լինի եւ մենք էլ այստեղ չենք լինում։ Ինչու է կալանավորվել այդ դեպքում։ Կալանավորվել է, որովհետեւ դեմ է արտահայտվել իր այս ամբողջատիրական քաղաքականությանը, որ եկեղեցին էլ պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ազդեցության տակ լինի, որ մենք եկեղեցու նարատիվները օրակարգը փոխենք, որ եկեղեցին ազգային ոչ ցեղասպանության գաղափարից չխոսի, եկեղեցին սարքենք, ինչ անում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ վերցնում է մի ինստիտուցիոնալ կառույց, օրինակ դատարանները, սարքում է իր համար ուղղակի դիրիժորություն անում այդ կառույցները։ Արդյոք դատարանները հիմա ավելի անկախ են, քան այն ժամանակ, երբ որ նա սկսեց դատարանների դեմ արշավը։ Դատարանները այսպիսի ենթակայություն իրենք երբեք չեն ունեցել։ Նույնն էլ նա ցանկանում է եկեղեցում անի։ Իսկ եկեղեցին ունի ուրիշ մարտահրավեր։ Դա աշխարհասփյուռ հայության մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս են ապրել, հասկանում են, թե ինչ կարևոր դեր ունի եկեղեցին հայ մնալու մեջ, որովհետև կան կիրակնօրյա դպրոցներ, դա քո հայրենիքին կապող ամենակարևոր գիծն է։ Հայաստանում միգուցե շատերը այդ նշանակությունը մինչև Հայաստան լքելը դեռ այդքան չպատկերացնեն, բայց այնտեղ Հայաստանի միակ կապը եկեղեցու միջոցով է։ Քանի որ խոսեցիք դատարանների դիրիժորության մասին, այդ նույն դիրիժորության շրջանակներում է, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով, այսինքն նա ազգային անվտանգության մենք չունենք այդ տվյալները, այդ փոփոխության, թե ինչ դիրիժորության, թե այդ դատական գործչի համարձակության արդյունքում էր, բայց կարծում եմ, որ այնտեղ եղել է եւ համարձակության փաստ եւ նաեւ հասարակական բացասական վերաբերմունքի հետևանք։ Հասարակությունը իր վերաբերմունքը ցույց է տվել, որ դա բացասական քայլ է երկրի ղեկավարության կողմից։ Ինչպես ոչ միայն Սամվել Կարապետյան կալանավորել է։ Ես ուզում եմ հիշել, որ մեր եկեղեցու հոգևոր հայրերից շատերին ուղղակի երևի Աբդուլ Համիդից հետո առաջի անգամ կալանավորել են կամ Յոսիֆ Ստալինի։ Իդեպ տնային կալանքում Սամվել Կարապետյանը զբաղվում է կուսակցական գործունեությամբ, կարողանում է դա իրականացնել այս օրերին։ Սամվել Կարապետյանը զբաղվում է ծրագրերի մշակմամբ, այն ծրագրերի, որը մեր երկրին հետագայում շատ պետք են գալու։ Այսինքն աշխատում է հիմա ինքը տանը, իսկ հանդիպում։ Դուք հասկանաք, նա օրը 14 ժամ աշխատող մարդ է եւ իր կյանքի ամբողջ ընթացքում եւ չաշխատելը նրա համար դա բացառված բան։ Ինչ որ անգամ ժամանակային սահմանափակ։ Իսկ հանդիպումներ, դուք հանդիպում եք նրա հետ, քննարկում եք ձեր այս կուսակցական ծրագրերը։ Ինձ թույլ չի տրվում հանդիպել նրա հետ։ Վերջին անգամ երբ եք հանդիպել։ Հունիսի 17-ին 2025 թվականին։ Իսկ խոսել հեռախոսով կամ տեսակապով այդ հնարավորությունները կա։ Տեսակապով որևէ սահմանափակման տակ է այս պայդրությամբ նրա կապ։ Այդ դեպքում շփումը այս կուսակցական գործերի հետ կապված ինչպես է ընդհանուր տեսլականների փոխանակումներ, բաներ կարող են լինել, դա ընդհանուր տեսլականը մենք հասկանում ենք, թե որտեղ պետք է շարժվենք։ Առանց անմիջական շփման։ Ցավոք առանց անմիջական շփման, որը կարծում եմ, որ մենք պետք է հաղթահարենք այդ հարցը, որովհետև մեր հասարակությունը պետք է տեսնի
այդ գործչին պետք է տեսնի եւ առաջարկները լսի հենց իրենից։ Քանի որ դուք նշեցիք, որ դատարանները ըստ էության ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին, ճիշտ հասկացա, դուք ինչ եք կարծում, մինչև ընտրություններ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կփոխվի, թե ոչ։ Կարծում եմ իշխանությունը ամեն ինչ կանի, որպեսզի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չփոխվի, որպեսզի նրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից։ Կարծում եք մինչև ընտրությունները եւ ընտրություններից հետո նա դեռ կմնա կալանքում։ Չեմ կարծում կմնա կամ չի մնա, որովհետեւ կան բազմաթիվ փոփոխականներ, բայց կարծում եմ, որ իշխանության ցանկությունը կլինի դա այո։ Շատ լավ, պարոն Կարապետյան, դուք իհարկե պնդում եք, որ գնում եք մեծամասնություն վերցնելու, բայց իշխանությունը վստահ է, որ դուք պատրաստվում եք Գյումրի 2 անել, այսինքն միավորվել մասնարարպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած այդ ուժի հետ եւ վերցնել իշխանությունը պարտության մատնելով Նիկոլ Փաշինյանին, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում անցած տարի։ Եթե ձեզ չի հաջողվում այնուամենայնիվ հունիսի 7-ին մեծամասնություն վերցնել, Գյումրի 2-ը ձեր համար ընդունելի տարբերակ է, այսինքն այս դեպքում կոալիցիայի կազմումը ձեզ համար։ Իսկ գիտեմ Գյումրիում չկա կոալիցիա։ Այո, չկա կոալիցիա։ Այստեղ պետք է լինի կոալիցիա, դրա համար եմ ասում, կոալիցիայի կազմումը ձեզ համար։ Չկա կոալիցիա, կարծում եմ առաջնահերթ հարցը Հայաստանի համար այս երկրի այսօրվա ղեկավարին, քանի որ նա այս ծանրությունը, այս պատասխանատվությունը չի կարողանում էֆեկտիվ տանել, փոփոխումն է, բայց մեր քայլերը ամբողջությամբ միտված են նրան, որ ունենանք մեր հասարակության աջակցությունը։ Մեծամասնությունը ստանանք։ Եթե չի ստացվում ամեն դեպքում, այսինքն ասենք ստանում եք 30%, 35%, 51+ չեք կարողանում ստանալ, կգնաք այդ իշխանափոխություն իրականացնելու նպատակը ունենալով ձեր մեջ, կգնաք այդ քայլին, որ միավորվեք մյուս ուժերի հետ, ովքեր անցողիկության շեմը հաղթահարել են։ Շատ ցանկալի է, մենք առաջարկել ենք տնտեսական 5 ծրագրեր, որոնք ես կարող եմ ներկայացնել, որտեղ կա գյուղատնտեսության մեջ մթերման համակարգեր սարքելու, մթերման պետությունը պետք է աջակցի, մթերման կանոններ սարքվի երկրով մեկ, որպեսզի կարողանա գյուղացին վաճառքի խնդիր չունենա, գյուղացու միակ մարտահրավերը լինի ապրանքը որակյալ, մթերքը ստանալը։ Մենք ունենք փոքր բիզնեսին շրջանառության հարկից ազատելու ծրագիր, որը թույլ կտա տարեկան 10,000 մարդու աշխատանք գտնել։ Մենք ունենք դեղերի նվազման ծրագիր։ Այս ծրագրերը իրականացնելու համար պետք է պատասխանատվության կոնցենտրացիա, կենտրոնացվածություն, որպեսզի մենք կարողանանք անենք եւ վերջապես մենք ունենք 300,000 աշխատատեղ ստեղծելու ծրագիր, որը արդյունաբերականացման մեծ ծրագիր է։ Այդտեղ պետք է մեծ կենտրոնացվածություն, որպեսզի մենք կարողանանք 5 տարվա process-ով այդ մեծ բեռը տանել եւ կատարել այդ գործը։ Շատ լավ է, դա ձեր դա մեր հասարակությանը մենք ներկայացնում ենք եւ կտեսնենք, երբ որ տեղի կունենան process-ներ, իրար հետ կարող ենք հանդիպել եւ քննարկել այդ հարցը։ Այսինքն այս պահին մենք առաջարկում ենք մեր հասարակությունը կանի ընտրություն, դրանից հետո կհանդիպենք, դուք էլ կընդունեք մեր։ Նայեք, ինչու եմ այս հարցը տալիս, որտեղ իշխանությունը վստահ է, որ ի վերջո դուք հետո վարչապետ եք դարձնելու Ռոբերտ Քոչարյանին։ Եթե այդ կոալիցիոն կառավարություն կազմելու ժամանակը գա, հնարավոր է, որ իշխանությունը ամբողջ կյանքում երկու երկ գիտի, նա մեր հասարակությանը, նա չի ուզում նոր գործիչներ գան հարթակ եւ ամբողջ կյանքում երկու մարդու անուն է տալիս։ Ես անգամ իշխանական գործիչները մենք մի հատ վարժություն ենք արել, թե քանի անգամ են իրենք տալի երկրորդ ու երրորդ նախագահների անունը։ Երևի ավելի շատ անգամ կան իրենց վարչապետի անունը։ Դա ցույց է տալիս, որ այդ մարդկանց միակ քաղաքականության մեջ մնալու առհավատչան այն է, որ նա համակարգային փոփոխություններին քաղաքական դաշտում նոր առաջնորդություններին դեմ գնան եւ փորձեն բոլոր առաջնորդությունները տանեն 21 թվականի կամ մինչեւ այդ ընտրություններ։ Պատասխան Սամվել Կարապետյանը որպես գործիչ իր մասշտաբով հաստատ եւ այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, հաստատ նա չունի այդ խնդիրը եւ չի էլ կարող ունենալ, ով որ հասկանում է մասշտաբները, Սամվել Կարապետյանը նա կհասկանա, որ այս ծանրության տակ մտնելով նա մինչև վերջ գնալու է եւ մինչև վերջը դա նշանակում է երկրում աղքատության հաղթահարումը, երկրում անվտանգության ապահովումը, նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած Հայաստանում այս process-ը սկսելով
7 ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով նա գնալու է մինչև վերջ եւ երկրում բերելու է այդ փոփոխությունները իր դեմքով։ Այսինքն դուք պարոն Կարապետյան, որպեսզի հստակ լինի, դուք բացառում եք, որ եթե գա հասնի այդ փուլը կոալիցիոն կառավարություն կազմելու, դուք վարչապետի տեխնացու ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, օրինակ, կարող եք բացառել։ Վարչապետի տեխնացուն իհարկե Սամվել Կարապետյանն է։ Այո։ Սամվել Կարապետյանը մեր վարչապետի տեխնացուն։ Բացառում եք, որ նույնիսկ այդ դեպքում, երբ որ կոալիցիոն կառավարության հարց լինի, դուք կքվեարկեք բոլոր Ռոբերտ հարցումների Քոչարյանի բոլոր հարցումների արդյունքներում ընդդիմադիր առաջին ուժը ուժեղ Հայաստանն է, Սամվել Կարապետյանի ուժն է։ Նկատի ունեմ ձեր այդ սկզբունքը, որի մասին դուք հայտարարել եք, որ նախկին որևէ նախագահ չպետք է ղեկավարի Հայաստանը, ձեր այս սկզբունքը անփոփոխելի է։ Դա մեր տեսլականն է, բոլոր հարցումներով ընդդիմադիր առաջի ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, եւ մենք վստահ ենք, որ այդ ճանապարհով ենք մենք բերելու փոփոխություններ։ Այս թեմայից կապված մի հարց էլ, նայեք, իշխանությունը պնդում է, որ ճիշտ է դուք ցույց չեք տալիս, բայց իրականում շատ լավ համագործակցում եք Ռոբերտ Քոչարյանի հետ եւ սրա ապացույցներից մեկն էլ նշում է, որ օրինակ Արամ Վարդևանյանը, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային անդամներից էր, հիմա դարձել է ձեր թիմի առանցքային անդամը։ Ես համակարգում եմ մեր ձևով շարժումը, համակարգում եմ եւ այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունը մեր քաղաքական process-ների համակարգողն է։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ։ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս 7-8 ալեկոծն ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ եւ դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում դուք որ հասկանաք ոչ մի շփում, ոչ մի քննարկում։ Ես ոչ մի առանց տեսնելու կարելի է հեռախոսով։ Ինչպես էլի նամակով ինչ որ բանով այդպիսի լուրջ հարցերը։ Մեր երկրի այսօրվա կառավարությունը մի հատ երկ ունի։ Այդ երկը, որպիսի ինքը իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, աղքատության մակարդակի 8 տարվա ընթացքում աղքատությունը, որ չի կարողացել նվազեցնի, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի, նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողել նոր գործիչներ։ Նա կռվում է, ամբողջ կյանքում այդ մարդիկ կռվել են նույն գործիչների հետ։ Պարոն Կարապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սամվել Կարապետյանի վարչապետի տեխնացու առաջադրվելու որոշմանը նշեց, որ սա Հայաստանը ապա լեգիտիմացնելու փորձ է եւ խոստացավ, որ ընտրություններից հետո քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահները, նաեւ օլիգարխները, այդ թվում Սամվել Կարապետյանը դուրս են շպրտվելու քաղաքականությունից։ Նախ Սամվել Կարապետյանը օլիգարխ է, իշխանությունը, ինչպես գիտեք, նրան բնորոշում է ռուսաստանցի օլիգարխ։ Ասեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի ամեն պահանջանող իշխանությունը, ամեն պահանջանող Հայաստանում նրանց պահանջով հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումներ գործադրող իշխանությունը, նրանց պահանջով սահմանադրություն փոփոխող, ոչ թե փոփոխող, այլ նոր սահմանադրություն գրող իշխանությունը խոսում է լեգիտիմությունից։ Հազարավոր են դեպքերը քաղաքական ճնշումների հետապնդումների մեր երկրում։ Հազարավոր են դեպքերը։ Նրանք հատել են լեգիտիմության սահմանը, երբ որ սկսել են քաղաքական իրենց վարկանիշի անկման հասարակության մեջ նրանցից հիասթափության զուգահեռ սկսել են ճնշումներ կիրառել մեր հասարակության բոլոր խավերի նկատմամբ։ Եվ մեր հասարակությունը նրանց պատասխանելու է։ Պատասխանը լինելու է իրենց պես հարյուրավոր գործիչներ են եղել, ովքեր իշխանության գալով, այդ համզգալով սկսել են իրենց կարծել, թե իրենք կարող են ճնշել ժողովուրդների, ոչ միայն մեր ժողովրդի, տարբեր աշխարհի տարբեր ժողովուրդների, բայց բոլորին աշխարհի ժողովուրդները իրենց պատասխանները տվել են։ Ճնշումները չեն աշխատելու, որովհետև այն մարտարավերը, որ իրենք բերում են, դա ավելի վատ է, քան այն ճնշումները, որ իրենք փորձում են անել։ Օլիգարխ է Սամվել Կարապետյանը, թե ոչ, այդ հարցին կարող եք պատասխանել։ Սամվել Կարապետյանը Հայաստանի ամենամեծ ներդրողն է, տնտեսական գործիչ է, մեծ գործատու է մեր երկրի։ Իրենք ընտրանքային նշանակում են մարդկանց պաշտոնների։ Ընտրանքային մարդը կարող է օլիգարխ լինել, կարող է օլիգարխ չլինել, եթե իրենց կուսակցությունից է։ Ում նկատի ունեք։ Իրենց հարցրեք, տեսեք իրենց կուսակցություն կան օլիգարխներ, թե ոչ։
Իսկ ձեր կարծիքով իրենց կուսակցում կան օլիգարխներ։ Ես հարցերին այս ֆորմատով չեմ կարող պատասխանել։ Պարոն Կարապետյան, նայեք, իշխանությունը Հուսով եմ իշխանությունը կպատասխանի։ Հուսանք։ Իշխանությունը իզուր չի ընդգծում, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի օլիգարխ է, դրանով ցույց տալով, որ նա կախվածություն ունի Ռուսաստանի քաղաքական իշխանությունից, նաև այս առումով շեշտում է, որ հիմնական բիզնեսները, հիմնական կապիտալը հենց Ռուսաստանում գտնվում է, հետեւաբար նա ինքնուրույն գործելու Հայաստանում, ինքնուրույն քաղաքական գործունեությամբ զբաղվելու առանց այդ կախումների չի կարող։ Պատասխանեմ։ Սամվել Կարապետյանը, ինչպես գիտեք, 3 երկրների մեծ ներդրողներից է՝ Հունաստան, Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մեծ ներդրողներից է։ Բացի դրանից, մենք պետք է վստահ լինենք, որ այն կապերը, որ մեր գործիչները ունեն, դա ի բարօրություն Հայաստանի է եւ այդ կապերի եւ այդ կապերով եկած միջոցների, ֆինանսավորման, ներդրումների արդյունքում թե միության էմիրություններից թե Հունաստանի Հանրապետությունից, թե այլ երկրներից մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի շահելու է դրանից, վաստակելու է դրանից։ Մենք պետք է անանուն մարդկանց հետևից չգնանք, գնանք հետագից ունեցող մարդկանց հետևից, ովքեր ունեն միջազգային մեծ կապեր, տնտեսական մեծ կապեր, որպեսզի մեր երկրում ներդրումները չլինեն այսօրվա պես, որ 15 անգամ, 10 անգամ քիչ են Վրաստանի հետ համեմատ մեր երկրում ներդրումները։ Դա նրա արդյունքն է, որ մեր երկրի ղեկավարը որևէ լուրջ ներդրողի հետ 8 տարվա ընթացքում չի կարողացել հետաքրքիր գործարք կնքի, չի կարողացել բերի մեր երկիր եւ անգամ ով անկախ իրենից եկել է մեր երկիր, շատ շուտ քրեական հոդվածները շալակած հեռացել է մեր երկրից, որտեղ երկրում համակարգը կառուցված է տնտեսական ոչ թե ակտիվության, այլ ակտիվությունը զսպելու ուղղությամբ։ Այսինքն մեր երկրում այս իշխանությունը չի բերել գետ 1 մեծ ներդրող։ Շատ լավ, հիմա կա այդ կախվածությունը Ռուսաստանի քաղաքական իշխանությունից։ Սամվել Կարապետյանը, ի վերջո, եթե նրա հիմնական կապիտալը գտնվում է Ռուսաստանում, կարող է ունենալ Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկը Հայաստանի էլեկտրական ցանցերն էին։ Սամվել Կարապետյանին դա կանգնեցրեց իր կարծիքը արտահայտելու։ Նկատում եք Հայաստանում։ Այո, կանգնեցրեց 7 ամիս կալանքի տակ լինելը կանգնեցրեց իրեն։ Եթե խնդրի առաջնահերթությունը մեր երկրի շահերն են, մեր երկրի շահերը, հայրենիքի շահերը առաջնահերթ են։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ կուզեի ձեզ ասել։ Դա դեմի փոքր հատվածը չի հեծը հաշվի առնելով ինչ ունեք դուք Ռուսաստանում ձեր կապիտալը։ Ինչ ունենք նաև աշխարհի մյուս երկրներում։ Այսինքն մի երկրի վրա չէ հիմնված ընկերությունների խմբի կապիտալ ամբողջությամբ։ Եվ երկրորդ բանը, աշխարհի այլ տարբեր տարածաշրջաններում էլ ունենք։ Մենք պետք է դուրս գանք հակասությունների տրամաբանությունից եւ համագործակցության տրամաբանության մեջ պետք է մտնենք տարածաշրջանային երկրների հետ։ Մենք պետք է վտանգ չտեսնենք մեր հարևանների, այն հարևանների մեջ, ովքեր իրապես կարող են լինել տնտեսապես հետաքրքիր։ Մենք պետք է վտանգ տեսնենք այն հարևանների մեջ, ովքեր հարյուրամյակներով ապացուցել են, որ նրանք վտանգ են հայ էթնոսի համար։ Եվ չունենանք հանցավոր ինքնավստահություն Թուրքիայի հետ սահման բացել, երբ որ չես լուծե գյուղատնտեսությանը հարցը, իհարկե սահմանը շատ լավ բան է, Թուրքիայի հետ սահման բացելը մենք տեսնում ենք տնտեսապես հետաքրքիր, բայց մենք պետք է կարողանանք երկրում լուծենք մի քանի հարց, որպեսզի մեր գյուղատնտեսությունը գյուղացին կարողանա բերքը վաճառի էժան թուրքականի համեմատ։ Ադրբեջանի հետ գնալ զիջումների Ադրբեջանի դեմ, բոլոր տեսակի զիջումների գնալ, իմանալով, որ այդ ազգը, այսինքն պետությունը կներեք, որ տարածաշրջանում որ կարողացել է հաստատել է իր ազդեցությունը, այնտեղ չկա հայ։ Այսօր Թուրքիայի տարածքում կան շրջաններ, որտեղ կա հայ։ Որտեղ է հայ բացի Կոստանդնուպոլսից, Ստամբուլից։ Իսկ ինչն է պատճառը, որ չկա։ Ինչն է պատճառը, որ Ադրբեջանի տարածքում չկա։ Մենք ունենք բախման կիզակետում ենք։ Մենք իրական թշնամիներին փորձում ենք մեր աչքերը փակել, ասել, որ նրանք թշնամի չեն, որովհետև մենք ուզում ենք հավատալ, որ նրանք թշնամի չեն։ Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ, սակայն, մենք տեսնում ենք մի քիչ ուրիշ մոտեցում։ Մենք տեսնում ենք, որ երկարաժամկետ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է։ Թուրքիան այս պահին է ուղղակի միտված Ադրբեջանի հետ ավելի խոր համագործակցության, բայց երկարաժամկետ, որպես այդպեսին Հայաստանը չունի որևէ տարածքային նկրտում, չունի որևէ հակասություն Թուրքիայի հետ, շահերի որևէ հակասություն չկա։
Ցեղասպանության ճանաչումը։ Ցեղասպանության ճանաչումը դա թուրքական պետության, ես կարծում եմ երկարաժամկետ անխուսափելի է, որ թուրքական պետությունը ընդունի այդ փաստը։ Իհարկե այս քաղաքական համակարգով դժվար, այս քաղաքական լիդերը դժվար, բայց ժամանակի ընթացքում դա անխուսափելի է, որ Թուրքիան առերեսվի իր պատմության հետ, դա լարումից կհանի ամբողջ տարածաշրջանը, դա արդարության զգացողություն կբերի մեր երկրին, որը կբերի իրական հարևանության գաղափարին։ Եթե շատ կարևոր հարց ասեցիք, եթե ցեղասպանությունը իրենք ընդունում են, մենք որևէ նկրտում չունենք ցեղասպանությունից ընդունելուց հետո, դա ուղղակի առհավատ չէ, որ մեր հետ մենք վտանգ փոխհատուցման հարց է առաջ գալիս այն որևէ վտանգ իրենք չեն ներկայացնելու հայ էթնոսի համար, հայ ժողովրդի համար։ Դա մեր անվտանգային երաշխիքներն են այս տարածաշրջանում լինելու։ Ինչի վրա մենք աշխատելու ենք։ Վերադառնալով իմ հարցին, պարոն Կարապետյան, այսինքն եթե դուք այստեղ իշխանություն վերցնելու նպատակ ունեք, արդյոք անկախ գործելու հնարավորություն կունենաք, ունենալով մեծ կապիտալ Ռուսաստանում, այսինքն չունենալ այդ կախվածությունը Ռուսաստանի քաղաքական իշխանությունից։ Պատասխանեմ այդ հարցին, հստակ պատասխանեմ այդ հարցին։ Այն հնարավորությունը, որ մենք ունենք աշխարհով մեկ, ծառայելու է Հայաստանի շահի համար։ Այն կապերը, որ մենք ունենք, այդ կապերը ոչ թե ինչպես շատ դեպքերում օգտագործում է Հայաստանի մեջքի հետևում ինչ-որ բան պայմանավորել, այլ օգտագործվելու է Հայաստանի ամեն քաղաքացու վաստակը ավելացնելու համար։ Դուք կարող եք վստահ լինել դրա մեջ։ Քանի որ իշխանությունը կրկնում է, որ օլիգարխները դուրս են շպրտվելու քաղաքականությունից եւ թույլ չեն տալու Գյումրիի 2-ի սցենարի կրկնությունը, ասում են, չէ, որ ծոզրակներդ կտեսնեք, սակայն Գյումրիի 2 չեք տեսնի, դուք հնարավոր համարում եք, որ որոշակի խոչընդոտներ ստեղծվեն ձեր ուժի համար առաջիկայում եւ ինչպիսի սցենարներ օրինակ ձեր աչքի առաջ ունեք։ Ժողովրդավարական համակարգի հետընթացը դա իշխանության քաղաքական ընտրությունն է լինելու, եթե նրանք ընտրեն ժողովրդավարական համակարգի հետընթաց, հայ ժողովուրդը կպատասխանի նրանց եւ սահմանադրական բոլոր իրավական հնարավորություններով, որը մեր սահմանադրությունով թույլ տրված հնարավորություն է։ Թույլ տվեք մեր ժողովրդին, ինչու եք մտահոգվում։ Եթե դուք սիրում եք մեր ժողովրդին մեր պես, ինչու եք մտահոգվում, թույլ տվեք մեր ժողովրդին անել ընտրություն։ Սպասում եք որոշակի խոչընդոտների։ Դա ընտրություն է ժողովրդավարության եւ ոչ ժողովրդավարության միջև։ Եթե մարդիկ կգնան վերջնականապես դելեգիտիմացնելու ճանապարհով իրենց իշխանությունը, վերջնականապես դա կունենա երկարաժամկետ հետևանք եւ ցավոք նաեւ բացական հետևանք մեր երկրի քաղաքական ժառանգականության առումով։ Շատ կարևոր է ապահովել երկրում քաղաքական փոփոխությունների արդյունքում բնական փոփոխություններ։ Դա է ինստիտուցիոնալ նորմալ երկիր ունենալու գաղտնիքը։ Կարծում եք ժողովրդավարական ընտրություններ են մեզ սպասվում 3 ամսից։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդպես լինի, մեզանից կախված։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը իր վերջին ուղերձում հայտարարեց, որ հաշված օրեր են մնացել Փաշինյանի իշխանությանը եւ ընտրություններից հետո Հայաստանը նոր սկիզբ կունենա։ Ինչն է ձեզ ստիպում վստահ լինել, որ հաղթելու եք բացի ցանկությունից, որոշակի ինչ-որ հարցումներ ունեք այս պահի դրությամբ, որը ձեզ այդպիսի համոզմունք է տալիս։ Ի վերջո նույն վստահությունը նաև իշխանությունն ունի, նա նշում են, որ սահմանադրական մեծամասնությունն են վերցնելու, ավելին ինչպես Փաշինյանը նշեց, ջախջախիչ փոքրամասնություն եք դուք դառնալու։ Շատ լավ։ Ինչ է խոսք տվել, որ արել է այս իշխանությունը։ Մեր ժողովրդին ցկվե է պահանջել, հույս է վաճառել, մեր ժողովուրդը այդ հույսը ստացել է եւ մենք նայում ենք, թե ինչ խոստումներ է տվել թոշակների հետ կապված։ Նա խոսքեր տվել մինչեւ իմ հիշելով 60000 բարձրացնել միջին թոշակը 61, այսօր միջին թոշակը 49000 դրամ է։ Խոսքեր տվել վերադարձնել, գիտեք, Հադրութի շրջանը 21 թվականին։ Խոսքեր տվել աղքատությունը կրճատել 2 անգամ։ Աղքատությունը չի կարողացել կրճատել 3%-ով։ Խոսքեր տվել, գրել էր, այսինքն այնպես չէ, որ խոսքեր ասել, հետո կասես չեմ հիշում, գրել է։ Մենք մեր ծրագրով 5 քայլերի ծրագրով հատուկ 5 քայլերը բոլորին այդ ծրագիրը մենք փոխանցում ենք, ունենք քարտեր, որ մարդիկ հնարավորություն ունենան վաղը խոսք տվածը պահանջեն։ Ինչը պետք է ստիպի մեր հայրենակիցներին գնալ եւ ընտրել այն ուժին,
որը վերջնականապես կործանեց Արցախը, որը աղքատությունը 8 տարվա ընթացքում հարևան երկիրը 2 անգամ նվազեցրել է, 100,000-ավոր մարդկանց աղքատությունից հանել է, Հայաստանում մենք մարզ ունենք, նույն գիտեք, Շիրակի մարզը, ամեն երկրորդը ապրում է ամսական 50-60 հազար դրամից քիչ գումարով, ամեն երկրորդ համարյա։ Այսինքն ինչը պետք է ստիպի 8 տարի կառավարած ուժ։ Ասում են մենք խաղաղություն ենք բերել, ի վերջո իսկապես սահմաններին եւ սահմանամերձ գյուղերում գրակոչներ չեն լսվում։ Ճիշտ է, Հայաստանում ոչ մի ղեկավար ուժ այդքան չի խոսել խաղաղությունից, ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եւ այդքան պատերազմ չի բերել, ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իրենցից շատ խաղաղությունից խոսածած չկա, բայց իրենցից շատ պատերազմ բերած մեր ժողովրդին չկա։ Ասում են այո, կորուստներ եղել է, բայց հիմա հասել ենք այդ խաղաղությանը։ Կորուստներ եղել է։ Կորուստներ չէ, դա մարդիկ են, մարդկային խեղված ճակատագրեր են հազարավոր, որից հետո չվերցնելով քաղաքական պատասխանատվություն, հանձնելով հազարամյա մեր բնորանը, չի վերցրել քաղաքական պատասխանատվություն, խոստումներից ոչ մեկը չի կատարել, խոստումներից նշանակալի խոստումներից իհարկե կարող է պետական ապարատում աշխատավարձերը բարձրացնել, հնարավոր է իրենց համար ինչ որ աշխատավարձ է բարձրացրել, բայց ժողովրդին վերաբերող խոստումներից թանկացումներ, աղքատության նույն մակարդակ 8 տարվա ընթացքում, երբ որ հարևան երկիրը 2 անգամ նվազեցրել է դա։ Խաղաղություն չի բերել, պարոն Կարապետյան, հիմա խաղաղություն չի այն ինչ որ հիմա մենք 8 տարվա ընթացքում մենք ընդհանուր առմամբ հազարավոր խեղված ճակատագրեր ունենք։ 3 պատերազմ է բերել, ինչ խոսք է տվել, չի կարողացել անի։ Չեն ընդունում նրան, չի կարողանում ազդի process-ների վրա։ Մեր հայրենակիցները քանի անգամ մենք պետք է նույն առերեսվենք այդ խնդրի հետ, որ հասկանանք, որ չի կարողանում մարդը անի։ Մի բան կարողանում է լավ անի, հույս վաճառում է։ Որ տեսնում եք, ասում եք ինչ լավ է, 21 թվին էլ էր հույս վաճառում։ Հիշում եք, ասում էր, գերիները 2 ամիս կսպասեն, հատուկ էր ասում, իբր 2 ամսից գերիները ազատվել են։ Հույս էր վաճառում։ Այսինքն այնինչ որ հիմա իրենք ասում են, որ խաղաղություն են բերել, խոստացել են խաղաղություն եւ այո, մեծ կորուստների, ցավերի հետևանքով այդ խաղաղությանը հասել են։ Չկա այդ խաղաղությունը։ Եկեք հայլային նայենք խաղաղության մյուս բանին։ Եթե մենք չունենք, մեր առաջարկը ի՞նչն է։ Խաղաղության պայմանագրում լինի մեկից ավելի երաշխավոր։ Այդ բaragայում կլինի խաղաղություն։ Եթե մի երաշխավորը Եթե մենք պահում ենք մի երաշխավոր կամ չենք ունենում երաշխավոր, իսկ այստեղ մենք չունենք երաշխավոր։ Մենք ունենք ուղղակի վկայի կարգավիճակ, լավ է որ այդ երկիրը կա, Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ է որ կա, բայց վկայի կարգավիճակից երաշխավորի կարգավիճակ եթե ստանա, եւ եթե մեկից ավելի երկիր ունենանք երաշխավորություն, մենք նույն խնդրի առաջ չենք կանգնի, ինչ որ կանգնեցին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վերջի։ Մենք նույն փոսը երկրորդ անգամ ենք ուզում ընկնենք։ Մեր առաջարկը երկրորդ չէ, մեկից ավելի երաշխավոր ունենալն է, որտեղ տարածաշրջանային նշանակալի ուժերի մեծամասնությանը հետաքրքիր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Խաղաղություն կլինի այդ ժամանակ։ Խաղաղությունը թղթի կտոր չէ, որտեղ մի հատ վկա եւ 2 կողմ է։ Ինչու ենք մենք այսպես ասում։ Միայն թղթի կտոր չէ, հիմա չեն կրակում ասում են։ Ճիշտ եք ասում, չեն կրակում։ Առևտուրը է սկսվել արդեն։ Մի շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը France TV-ով France 24-ով իմ հիշելով հայտարարեց, որ 100,000-ավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Դա խաղաղություն չէ, դա պատերազմ, դա հակադրությունը ներհայաստանյան կյանք տեղափոխելու փորձ է։ Եթե մենք երաշխավորություն չենք բերում, եթե մենք ուժեղ առաջնորդի միջոցով չենք հավասարակշռում, մենք չենք սիրում վատ լուրեր ասել, չենք սիրում ասել, որ ամեն ինչ վատ է գնալու, ուղղակի այս քաղաքականության մեջ, որը մենք տանում ենք, որտեղ չկա երաշխավոր, չունենք երաշխավոր process-ում, մենք չենք կարողանա հասնենք երկարաժամկետ խաղաղության եւ ինչ ցանկացել է Ալիևը, Փաշինյանը տվել է նրան դա։ Պարոն Կարապետյան, նայեք, ինչն է մեր երաշխիքը, որ ցանկությունը 100,000-ավոր չէ, տասնյակ հազարավոր ադրբեջանցիների Հայաստան գալու, նա չի մերժի։ Եթե ինչ ցանկացել ստացել է։ Մենք պետք է նայենք քայլերով, ոչ թե խոսքերով։ Ո՞րն է մեր երաշխավորը։ Սահմանները բացվեն, մենք էլ գնանք այո, բայց դեմոգրաֆիկ առումով, ծնելիության առումով վտանգ է։ Դուք պատկերացնում եք, մենք 90 միլիոնանոց մշակութային առումով տարբեր, կրոնական առումով տարբեր միջավայրում ենք։ Սահմանների բացման արդյունքում
Եթե մեր երկրում չի լինում ուժեղ ղեկավար, սահմանների բացումը այլ ընտրանք չունի, որպեսզի հասկանաք, մեր ուժը հասնելու է սահմանների բացմանը, Թուրքիայի հետ աշխատանքը տանելու է սահմանների բացման։ Բայց եթե մենք չունենք երկրում ուժեղ ղեկավար, նրան շարունակելու են պարտադրել, որպեսզի նա երկիր ընդունի այստեղ տեղափոխվող ադրբեջանցիների։ Ալիևի հաջորդ պլանն է վերել այդ 300,000 տեսեք, մոտապես մենք ուսումնասիրել էինք 2 ամսվա ընթացքում 20 միջոցառումներ արել իրենց այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան այդ համայնքը 20 միջոցառումներ արել, պետական ֆինանսավորումներ ստացել։ Երկրի Ալիևը ամեն երրորդ հարցազրույցը դրա մասին է խոսում։ Մենք չլսենք դա, Տիկին Ստեփանյան, որպես գործիչ քաղաքական, արդյոք ճիշտ է չլսել այն, ինչ քո հարևան երկրի ղեկավարը արտահայտում է ամեն երրորդ իր հարցազրույցում, չի պահում դա, մեր երեսին դա ասում է։ Մենք ունենք շրջաններ, որտեղ ժամանակավոր հյուրեր ունեցել ենք, սովետական ժամանակ ադրբեջանցի հյուրեր, ովքեր ժամանակավոր եկել են Հայաստանի տարածք, մնացել են այդտեղ, նրանք հյուր են եղել այս երկրում։ Բայց վաղը մյուս օր այդ մարդիկ այլ իրավական ստատուսով են ցանկանալու վերադառնան։ Եվ 5,000, 10,000, 20,000 մարդ, եթե այստեղ լինի, դա գործիքակազմ է, որպեսզի հասկանանք, մենք առանձին հանրատների դեմ ոչ ինչ չունենք։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ի ծնե ունեն խաղաղասիրական բնույթ, բայց երկրի քաղաքականությունը մեր երկրի վրա ներազդելն է տեղի նոր ազգային փոքրամասնություն ավելի իրենց կողմից հովանավոր ստեղծելով։ Երբ խնդիրները արտաքին վտանգից տեղափոխում են ներքին վտանգ, մեր երկիրը ամենաանվտանգ երկրներից մեկն է մինչև վերջերս եղել։ Մեր երկրի ներ հասարակական կյանքը ամենաանվտանգներից է, խաղաղասեր ազգ է, հանցագործությունների ձգտում չունեցող։ Բայց մենք տեղափոխում ենք տան մեջ խնդիրը տան դրսի։ Եվ կարծում եք Փաշինյան չի մերժելու այդ պահանջը Ալիևի։ Կարող է 2 անգամ մերժի, 3 անգամ մերժի, բայց վերջում բոլոր պահանջները ցավոք իրականացրել է։ Այս ընտրություններում, որքան հասկանում ենք, խաղաղության թեման շատ ակտուալ է լինելու եւ իշխանությունը տեղյակ է։ Հիմա մի պարզ բանաձև է առաջարկում, որ եթե ուզում եք, որ խաղաղություն լինի եւ ամրապնդվի այն խաղաղությունը, որ իրենք ձեռք են բերել, պետք է ձայն տան ԿՊ-ին։ Եվ հակառակը, եթե ընտրություններում հաղթում են օլիգարխները, երկրորդ նախագահը եւ այլն, խաղաղություն չի լինելու եւ վատագույն դեպքում լինելու է պատերազմ, որովհետեւ հիմնավորումն էլ այն է, որ դուք ցանկություն ունեք գալ եւ վերաբանակցել խաղաղության պայմանագրի այդ տեքստը, ինչի մասին դուք նաեւ քիչ առաջ ասացիք, որ ուզում եք որ երաշխավոր ավելացնել, ճիշտ է այն։ Երաշխավորը վերաբանակցել չէ։ Ինչու ենք մենք ասում երաշխավոր։ Այսինքն չեք վերաբանակցելու։ Մենք Փաշինյանի պես ամեն ինչ զրոական կետից չենք սկսում։ Վերաբանակցումը երաշխավորների հետ է լինելու, որպեսի տեքստը, որպես այդպեսին փոփոխության չի Բայց ենթարկվի։ եթե Ադրբեջանը ասում է, ես չեմ ուզում երաշխավոր, չի ստացվում, որ վերջացավ։ Չի ստացվում, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջական երաշխավորությունը դա Հայաստանի խնդիրն է, Հայաստանի անվտանգային խնդիրն է եւ Հայաստանն է պատասխանատու իր տարածքային ամբողջականության, դա մեր իրավասությունների մեջ է։ Նկատում եմ, եթե Մյուս հարցը, որի ես չգիտեմ մյուս ուժերը ինչպես, մենք տեսնում ենք, որ խաղաղությունը ուժեղ ղեկավար լինելով, ինչպես է հայերեն հնչում խաղաղությունը, թույլ տալ, երբ որ մեկին թույլ ես տալի, քո վրա հարձակվել, կոչվում է թույլ տալ, թույլ բառից է կազմված։ Թուլության նշան է պատերազմը։ Թուլության նշան է 3 պատերազմը, որ մեզ բերել է։ Նրանք բերել են պատերազմ, ասեմ հրաշալի PR մարդիկ են, բերում են պատերազմ, հետո նկատի ունեք։ Այո, ԿՊ-ն հրաշալի PR մասնագետներ են, 3 պատերազմ է բերում, հետո ասում է, որ այդ պատերազմները մենք կդադարեցնենք, որը բերել են իրենք։ Ու ասում են աջակցեք մեզ, որ դադարեցնենք մեր բերած, չեմ ասում, հարձակվող ագրեսորը Ադրբեջանն է։ Թույլ է տվել սխալներ, որոնք բերել են 3 պատերազմ։ Հետո ասում է աջակցեք մեզ, որպեսզի 4-րդը չլինի։ Դա գերի վերցնելու դասական օրինակ է, Ստոկհոլմյան սինդրոմ։ Բայց ինչպես եք ստիպելու Ալիևին, որը չի ուզում երաշխավոր, ասում է, ես միայն ուզում եմ, որ Իսկ եթե նա խաղաղության է ձգտում, ինչու չի ուզում երաշխավոր։ Ուզում է երկուստեք հարցերը լուծվի եւ որևէ երրորդ կողմը, եթե նա նկարտում չունի, ինչու չի ուզենա, ապացույցը, որ նա խաղաղության է գնում, դա երաշխավորների
Երաշխավորները կապահովեն մեզ համար անվտանգություն, իրենց համար մեր պարտավորությունների կատարում։ Կարծում եմ երկուստեք հետաքրքիր։ Երաշխավորների փորձ էլի ունեցել ենք, որ ունեինք երաշխավոր ռազմավարական դաշնակից եւ ինչպես նշեցին խոսքի սկզբում, ինչպես նշեցի, նույն փոստը մենք երկու անգամ պետքա չընկնենք, որովհետեւ մի երաշխավորը, օրինակ Աֆղանստանում մենք տեսել ենք, որ Աֆղանստանում հիշում եք ինքնաթիռներով որ գնում էին։ Այս վերջերս Սիրիայի քրդական համայնքը մնաց անպաշտպան, քանի որ ուներ մեկ երաշխավոր։ Աշխարհի բնույթն է այդպեսին։ Պետական շահերը երբեմն զոհ են տալիս։ Ով կարող է լինել մեր երաշխավորը։ Ռուսաստանի երաշխավորությունը մենք տեսանք Ջերմուկի սահմաններում, Սյունիքի սահմաններում։ Մեկից ավելի երաշխավորի դեպքում, 2, 3, մեկից ավելի երաշխավորի դեպքում մենք այդ երաշխավորներից ուժային կենտրոնների հետ աշխատելով կգտնենք շահերի համընկնում։ Այդ իսկ պատճառով ենք ասում։ Ձեր քաղաքական ուժը ում է տեսնում երաշխավոր եւ եթե գաք իշխանության ում եք փորձելու երաշխավոր վերել այս խաղաղության։ Որպեսզի հասկանաք Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը այս պահին մեր ամբողջ տարածաշրջանում ունի հետաքրքրություն միայն Ադրբեջանը։ Ադրբեջանին որպես դաշնակից, այս վերջի ժամանակների դաշնակցային հարաբերությունների խորացման արդյունքում աջակցում է Թուրքիան, բայց բոլոր մյուս երկրները ունեն կոնսենսուս, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դա որևէ սակարկման ենթակա չէ, այսինքն բոլորը։ Իսկ բայց ինչ արեց, երբ որ մեր տարածքային ամբողջականությունը խախտվեց 200 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացված տարածքներ ունենք։ Քանի հայտարարություն եք տեսել Ռուսաստանի կողմից, որ դատապարտում ենք հենց հիմա թող Ադրբեջանը զորքերը դուրս բերի։ Այդ իսկ պատճառով, որ նույն փոսը չընկնենք, Տիկին Ստեփանյան, մենք պետք է մեկից ավելի երաշխավոր ունենանք։ Ռուսաստանը մնում է որպես երաշխավոր։ Եթե տարածաշրջանը, եթե լուծում է Հայաստանի երաշխավորության հարցերը, որ երկիրը որ ցանկանա այս process-ին մասնակցի, մենք ուրախ կլինենք, որ երկիրը ցանկանա։ Մեր հարավային Արևանն էլ է ցանկանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հյուսիսային Արևանն էլ է ցանկանում, բոլորը ցանկանում են, որ երկիրը ցանկանա, մենք որևէ խտրականություն չենք դնի։ Միակ պայմանը, որ երաշխավորությունը իրավական ուժ ունենա։ Իսկ ինչու՞ չեք պատկերացնում, որ երկու ինքնիշխան իրավազոր երկիր կարող են այդ հարցերը լուծել եւ հավելյալ ազդեցության լծակ չբերեն տարածաշրջան։ Ճանաչում ենք հակադիր ինքնիշխան իրավազոր ուժին։ Ճանաչում ենք մեր հարևանին լավ, որտեվ պատմությունից արել ենք ճիշտ հետևություններ, պատմության գիրք չենք կարդում հիմա, այլ կարդացել ենք մինչև այդ եւ արել ենք ճիշտ հետևություններ։ Շատ լավ։ Մի ներքաղաքական հարց էլ, պարոն Կարապետյան, ԿՊ-ն գիտեք ներկուսակցական ընտրությունների միջոցով ցուցակ է ձևավորում, արդեն առաջին փուլն անցել են, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենաշատ ձայները ստացել, նրանք ասում են, որ այս ժողովրդավարական մոդելը պետք է նաև տարածվի այլ ուժերի վրա, ովքեր մի երկու հոգով նստում են եւ որոշում են ով պետք է լինի ցուցակում եւ ով չպետք է լինի։ Ձեր ցուցակի վրա աշխատում եք։ Ժողովրդավարության վրա ԿՊ-ի ազդում է SMS-ագրությունը, WhatsApp-ով նամակներ ուղարկելը, ինչպես է աշխատում այդ ժողովրդավարությունը։ Այսինքն WhatsApp-ով է աշխատում, թե ինչպես է ռեգուլյացիան տեղի ունենում։ Այն իրենք որ կիսվեն իրենց ինստիտուցիոնալ փորձով մի գիշերվա ընթացքում 6 երկրի ղեկավար կազմ, որից մեկը դատարանի ղեկավար աշխատանքից ազատվել է, թող կիսվեն այդ ինստիտուցիոնալ փորձով մենք իմանանք ոնց են այդ ժողովրդավարությունը իրենց մեջ ապահովում։ Ու այն գործիչը, ով որ հրաժարվում է կատարել, տեղի ունեմ քրեական հետապնդում։ Թող կիսվեն, տեսնենք մեր ժողովրդավար գործընկերները։ Ձեր ցուցակը կազմում եք այս պահին։ Աշխատում եք ձեր ցուցակի վրա։ Կա process, որի մասին կայտարեմ։ Ով է որոշում անցողիկ տեղում ովքեր են լինելու, ոչ անցողիկ տեղերում ովքեր։ Կա process, որին մարտից կսկսվի այդ process-ի ավելի ակտիվ շրջան։ Նախկին իշխանություններից որոշ անձանց կտեսնենք ձեր այդ ցուցակում ներկայացուցիչներ, Տրամաբանությունը այսպես է, որ յուրաքանչյուր գործիչ, ով ունի մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալ է, ունի իրավունք, մենք չենք դնում որևէ անջրպետ։ Այս իշխանության հետ աշխատած, այս իշխանության հետ չի բացառվում, մենք կներկայացնենք բոլորին, չի բացառվում այս իշխանության հետ աշխատած գործիչը, եթե ունի մաքուր ձեռքեր, չի արատավորել տարբեր քայլերով, հնարավորություն կունենան մարդիկ, որտեղ մենք գնում ենք համերաշխության թիմի ձևավորում, երկում համերաշխության գաղափարի ձևավորման, այսինքն որպեսզի հաղթանակը չլինի մի առանձին ուժի հաղթանակը, լինի ընդհանուր հանրության եւ երկրի ղեկավարը, ապագա վարչապետը, այս մեր առաջարկով Սամվել Կարապետյանը լինի ոչ միայն իրեն աջակցողների վարչապետը,
այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակցողների վարչապետն էլ լուծի հարցը, այդ 300,000 աշխատատեղը, որ ստեղծվում է, դա ստեղծվում է նաև չեն ասելու դու ում ես ընտրել ընտրություններին, մեր ամբողջ հանրության համար տարբերություն չկա։ Ինչու ասացի նախկին իշխանություններից որոշ անձանց կարող է տեսնենք ձեր ցուցակում, որտեվ ձեր շնորհանդեսի ժամանակ առաջին շարքերում ես նկատեցի ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օրոք եւ ինչպես գիտեք վերջին շրջանում նաեւ կալանավորված էր չարաշահումների գործով, նոր է նաեւ կալանքից ազատվել։ Այդ օրինակ նախկին պաշտոնյաների մենք կտեսնենք, ով նաեւ մեկ ամիս ժամանակ ունենք, մենք կներկայացնենք մեր ցուցակը եւ առաջարկը, դուք հնարավորություն կունենաք բոլորի ուղղությամբ հարցեր տալ։ Այսինքն նրանց նկատմամբ ովքեր որ նախկինում ունեցել են այդպիսի քրեական գործեր, դուք նրանց ինչպես ցուցակը որ լինի, արդեն դուք կարողանաք հեշտ հարցերը տալ։ Վիճահարույց դեմքեր չեն լինելու։ Ցուցակը լինի, հնարավոր է որոշ գործիչներ, ովքեր օրինակ մշակութային գործիչ լինի, ում համար մեր հասարակության մի մասը վիճահարույց, մի մասը ոչ կլինի մաքուր ձեռքերով ինչպես դուք եք ասել, մաքուր ձեռքերով են ամեն դեպքում լինելու։ Մաքուր ձեռքերով, այո։ Եվ վերջին հարցը ավարտենք, պարոն Կարապետյան, ինչ ճակատագիր է սպասվում հեծին, տեղյակ ենք, որ այս պահին շուկայական գինն է այսպես գնահատվում, ինչ եք կարծում է վերջոպետությունը կգնի ձեզանից, թե մասնավորը ինչ տեղի կունենա։ Գիտեք, չեմ ուզում անդրադառնամ այդ խնդրին, Սամվել Կարապետյանը նաև իր խոսքում մենք էլ բան ենք անում, որ մեզ համար առաջնային երկու եղած խնդիրները այնպեսի կարևոր մարտահրավերների առաջ են, որ մեր հետ կապված ինչ որ ակտիվ որևէ մեզ համար էմոցիոնալ կապ որպես այդպեսին մենք երկրորդում ենք մեր շահը, տնտեսական շահը, այն մեծ խնդրին, որին կարող ենք առերեսվել։ Ձեզ բայց արվել է կառավարության կողմից հեծի համար։ Տեսեք, երկու process է տեղի ունենում հեծի հետ կապված, մեկը միջազգային արբիտրաժը արգելել է Հայաստանին որևէ քայլ անել։ Դրանից հետո կառավարությունը քայլ է անում։ Այսինքն, եթե մենք չենք կարող process-ի մեջ մտնել, որովհետև արգելված է միջազգային արբիտրաժի կողմից, կառավարությունն էլ ապա լեգիտիմացնող իր քաղաքականությամբ չի կատարում միջազգային առաջի անգամ չի կատարում միջազգային արբիտրաժի որոշումը։ Բայց կոնկրետ գնահատչար կարել է ձեզ, որ այսքան գումար են պատրաստ վճարել։ Կարող եմ ճշտել իմ համար երկրորդական կարևորության հարցը։ Հեծի կապիտալը դուք որքան եք գնահատում այսօրվա դրությամբ։ Չէի ուզենա անդրադառնալ հեծին։ Ճիշտ որ ասեմ, չէի ուզենա, կուզեինք խոսել մարդկանց կյանքի որակական փոփոխության մասին, եթե դեմ չեք, որովհետև այն մարտահրավերները, որ մենք ունենք, պետք է պատմենք, թե ոնց ենք լուծում, որ մարդիկ հասկանան, դա հնարավոր է թե չէ։ Օրինակ հեծը կկորցնեք թե եւ ինչ ճանապարհով, դա ձեզ այդքան էլ չի հուզում այս բանին։ Մարտահրավերների հետ համեմատած ճիշտ որ ասեմ, չէ։ Եղավ, շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ես հիշեցնեմ, որ Ազատության զրուցակիցն էր Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։